Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 14-ն է 2025 թվական։ Խոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ լսեցիք թուրքական լրագրողների մոտ, տեսակ թե ինչպեսի վերաբերմունք ուներ Թուրքիայի նկատմամբ, անգամ ընդհանուր բառեր էր գտել, անգամ իր հանդիպումը Էրդողանի հետ ինչպես էր ողջունվում։ Մի խոսքով այդ ամեն ինչը նայել եք, խնայեմ ձեր ներվերը իմնել, բայց նաև խաղաղության պայմանագրի հետ կապված, որ համաձայնություն էր ձեռք բերվել, դրա մասին էլ խոսեցինք, որ հիմա այդ փաստաթուղթը արդեն կա, բայց Ադրբեջանը նախապայմաններ է դրել դրան, թե չենք ստորագրի մինչև այս պայմանները չկատարեք, այդ նախապայմանները մտցված չի պայմանագրի մեջ, այն որը որ խոսվում է սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված։ Բայց երբ որ արդեն փաստաթղթի բանակցություններն ավարտված են, ամբողջ աշխարհը ողջունեց, ինչի չպետք է ողջունեն, որ իրաց պետքա խաղաղություն լինի։ Եթե Ադրբեջանը զիջեր փաստաթուղթը ստորագրվեր չէին ողջունելու, նույն բանն է, այդպես որ դրանց մեղադրել հարցում չկա։ Անկամ ավելի անկեղծ գտնվեցին, նաև ասեցին, որ շնորհավորում ենք, ողջունում ենք Հայաստանի համարձակ զիջումները, որը հանգեցրեց փաստաթղթի ստորագրմանը։ Բայց լավ, ի վերջո, երբ որ իշխանությունները մեզ շանտաժ են անում, ասում են, եթե չստորագրենք, եթե չզիջենք, պատերազմ եք ուզում, որ դուք համաձայն չեք դրան։ Այսինքն, եթե դուք հիմա զիջել եք, պատերազմը հեռացավ, թե մեզ մոտեցավ։ Դե հիմա բերեք դա հասկանանք, ում եք զիջել Ադրբեջանին, հիմա Ադրբեջանը այդ զիջումից հետո ինչպիսի վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ, որ մենք իմանանք, մենք հիմա ինչ ենք անելու հաջորդ քայլը, ու առարկայական մտածենք, թե ուր ատանում էս իշխանությունը, մենք էլ մտածենք մեր անելիքը։ Հիմա նայենք, այսինքն այդ շանտաժը հասկանում եք, չէ՞ որ ինչ են ասում։ Հիմա ձեր ասելով պատերազմ եք ուզում, դա էլ կանդրադառնանք։ Հիմա Ալիևն ինչ է ասում, արդեն փաստաթուղթը ստորագրված է, բոլորն էլ ողջունել են։ Եթե իրանք հիմա չեն ստորագրում, Հայաստանն ասի, բա որ չեք ստորագրում, մենք հրաժարվում ենք այդ փաստաթղթից, ամբողջ աշխարհին Ադրբեջանը կասի, տեսակ, ստորագրած փաստաթղթից հրաժարվեց։ Կասեին, բա դու չես ստորագրում, կասեր ի սկզբանե ես նախապայմանը դրել եմ, Հայաստանն էլ լսել է իմ նախապայմանը։ Ինչ կա չհասկանալու, դրա համար չեմ ստորագրում, թող դա կատարի։ Դրա համար նախապայմանը պայմանագրի մեջ չէր։ Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. Ադրբեջանը լավ հիշում է, թե ինչպես էր Հայաստանն իրեն պահում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ։ Այսօր որոշ եվրոպացի բյուրոկրատներ փորձում են Հայաստանը ներկայացնել որպես խաղաղության աղավնի, սակայն նրանք մոռանում են ներկայիս իշխանության նախկին արարքների մասին։ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է զրոյականին։ Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին, որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել։ Այդ թվում այսօրվա կառավարությանը, կրկին նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում։ Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, եւ մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար, այսօր այդ հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ուշադրություն, հատուկ նշումը Հայաստանն է ճանաչում։ Ինչու չեք միանում մեզ եւ ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չեք ներկայացնում կազմակերպությունը լուծարելու համար։ Նրանք չեն ուզում, ասել է Ալիևը։ Հայաստանը սպառազինվում է ու մեծացնում է ռազմական ներուժը, դա ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Իսկ ով է նրանց նորից մղում պատերազմի, Ֆրանսիան եւ նրա նախագահը։ Այն մահաբեր զենքը, որ նրանք մատակարարում են Հայաստանին, ուղղված է մեր դեմ։ Այսպես կոչված եվրոպական դիտորդական առաքելությունը, որն իրականում Եվրամիության հետախուզական առաքելությունն է, գիշեր-ցերեկ կանգնած է մեր սահմաններին լրտեսների պես։ Ինչ վերաբերում է եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին հատկացվող միջոցներին, Ալիևը հայտարարել է, թե միլիոնավոր դոլարներ են հատկացում Հայաստանի սպառազինման համար։ Շարունակեմ իհարկե էլի հարց կա, հիմա հարց է առաջանում։ Հիմա մենք խաղաղությանը մոտեցանք, թե հեռացանք։ Ադրբեջանը կոնկրետ չի ստորագրում, ասում ինձ փաստաթուղթ է պետք, փաստաթուղթն ունենալու համար մեզ պետք է նախապայմանը կատարենք, իսկ այդ նախապայմանը սահմանադրության փոփոխություն 27 թվականից շուտ չի լինի։ Եվ շարունակությունը նայեք,
որպես դուք պատկերացնեք, ես սա ասեմ, հետո մի անգամից կարա Շուրջ 30 տարի է ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցել հրադադարի համաձայնագիր, որը ձեռք է բերվել 94 թվականի գարնանը, սակայն դա չի նշանակում, որ պատերազմն ավարտվել է։ Իրավիճակը պարզապես փոխվել է։ Իսկ պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ դուք ունեք խաղաղության համաձայնագիր, ընդգծել է Ալիևը։ Խոսելով Հայաստանի հետ Բաքվի հարաբերությունների ներկայվիճակի մասին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ կայունությունը ձեռք է բերում միայն համաձայնագրի միջոցով, մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, այստեղ կայունություն չի լինի, եզրափակել է Ալիևը։ Իսկ խաղաղության համաձայնագիր իրանք նորից են ասում, որ առանց սահմանադրության փոխելու չի ստորագրվելու։ Այսինքն կայունություն չի լինելու, այս ստորագրված փաստաթուղթը մեզ կայունություն չբերեց, ուղղակի ֆիքսեց զիջումները։ Իսկ հիմա դրա համար եմ ասում, հիմա մենք հասկացանք, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը զիջումների գնացել է, դրանով այսօր եկուց ինչ որ բան չի կատարվելու, հասկանում եք, որ դա ձգվելու է։ Դա համար մենք հիմա մտածենք մեր անելիքը, որտեղ սա արդեն է նահազանգն է, որ արդեն գործելու ժամանակն է։ Դա համար պետք է մենք հստակ, նախ ամեն մեկը իր համար հստակ հայտա։ Կուսակցություն կլինի, հասարակական կազմակերպություն կլինի, հրապարակային գործիչ կլինի։ Կազմակերպայրավական ձևը չի կարևոր, թե վաղ ընտրությունների ինչպես կմասնակցեն կամ քաղաքական հայտը ինչպես կանեն։ Կարող է մի հատ գործող կուսակցության հետ համագործակցեն, կարող է կուսակցություն հիմնադրեն, կարող է մի ցուցակցեն, դրանք երկրորդական են այն արհավիրքի, որի առաջ մենք կանգնած ենք։ Ուզում եմ դա ասեմ, որ դա տեխնիկական խնդիր է, չարժե դրա վրա ուղեղը ծանրաբեռնել։ Այո, համախմբան անհրաժեշտություն կա, պարտադիր, բոլորս էլ հասկանում ենք, բայց այն կեղծ թեզը, որ բոլորով համախմբվենք, տարաձայնությունը մի կողմ դնենք, Փաշինյանի դեմ դուրս գալու, ես դա կտրականապես մերժում եմ, որովհետև եթե մենք պետք է նախկիններին միանանք, որպեսզի համախմբվենք Փաշինյանին տապալելու համար, նախկինները այսօր ունեն ֆինանսական ռեսուրս, ունեն բիզնեսներ, ունեն հսկայական հնարավորություններ, ունեն մեծ թվով ակտիվիստներ ու մեծ կապեր։ Այդ պարագայում իրանց պակասում է հանրային ռեսուրսը։ Բավականը հանրային ռեսուրսը կանգնեց իրանց կողքը, իրանք պետք է աշխարհին ասեն, տեսեք ժողովուրդը մեզ է սատարում ու ցանկացած տարբերակով գան իշխանության։ Իսկ իրանց մեղքը ավելի մեծ է ինչով։ Ոչ միայն իրանք այնքան մեղավոր էին իրանց ժամանակ, այդ գիտենք, այլ նաև իրանք այնքան մեղավոր են, որ ժողովուրդը ընտրեց Փաշինյանին։ Հիմա ինչ են ուզում։ Հիմա նրանցից պրծնելու համար Փաշինյանին են ընտրում, հետո Փաշինյանից պրծնելու համար նրանց։ Դրա համար եթե իրանք ցանկանում են պայքարել, իրանք բարի բախտ, թող գնան իրանք պայքարեն։ Թիրախը նույնն է, իշխանությունը, բայց միավորման հարցը աբսուրդ է։ Իսկ իրանք իրար են ուտում, մնացել է ուրիշները գնան իրանք միավորվեն։ Միավորվել կարելի է միայն գաղափարական հենքի վրա հսկայական թվով զանգված կա, որոնք եթե վստահ են, կարող են դրա ուղղությամբ գնալ։ Այսինքն եթե մի մարդ ցանկանում է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս, կարող եք բացատրել իր այնչին ենք միավորվում։ Իսկ պետք է նաև իմանալ, ժողովուրդ ջան, շատ-շատերն ասում են, դե էս պետք է անել, այն պետք է անել, շատ արագ շուտ արեք, փողոց դուսեք եկեսը, ժողովուրդ ջան, վերեք ուղակի իրար վրա փոխադարձաբար մուննած չգանք, դուք ասեք, ինչի հենց հիմա սա չեք անում, մենք էլ ասենք, բա ինչի դուք ձեր անելիքը չեք անում։ Ավելի լավ է, մենք ավելի կառուցողական լինենք։ Հստակ ձևակերպում եմ այս այն բաները, որ ես պատկերացրել, անկախ նրանից իմ մասնակցությունը ինչ տեսք ունենա։ Առաջինը ոչ մի կոչ անել բռնության չի կարելի։ Գնանք տանք, սպանենք, տապալենք, կործանենք, դա հատուկ արվում է նրա համար, որպեսզի իշխանությունները դա ֆիքսեն, քրեական գործերը հարուցեն, այն մարդիկ ովքեր խոսում են, նրանց կալանավորեն։ Ես իմ անձի համար չեմ անհանգստանում։ Կփակենք մի հատ հնարավորություն իրար հետ շփվելու, ամբողջ աշխարհով կարողանանք մենք իրար հետ համախմբան աշխատանք տանելու։ Դրա մասին դուք մտածեք։ Այն իշխանությունը, որը որ մեր հայկական մի տարածք հանձնելա, մի հատն էլ պատրաստվում է հանձնի, որ աթոռը չհանձնի։ Կարծում եք սառնասրտորեն իշխանությունը հանձնելու, այդքան միամիտեք, նրանք ցանկացած են կձերբակալեն, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի։ Իսկ դրա համար մենք պետք է պարզապես այդ առիթը չտանք։ Ինչա, չկա գեղեցիկ քաղաքացիական ընդվզում բառ, չկա հրաժարականի պահանջ, չկա ենթադրենք այնպիսի արտահայտություններ ժողովրդական ընդվզման, որը լրիվ
տեղավորումը ոչ միայն մեր սահմանադրության մեջ, այլև միջազգային օրենքների մեջ, ինչը մենք չենք կարողանում այդ ձևակերպումներով խոսենք, այսինքն ինչ իմաստ ունի տալ մի հատ առիթ, որպեսզի իրանք առիթ ունենան բռնության անվան տակ կամ քրեական գործառույթեն կամ խոսքի ազատությունը սահմանափակեն։ Տեսել եք, որ դա էլ են անում։ Անկամ տնային կալանք տալու ժամանակ էլ հնարավորություն չեն տալի շփվել։ Այդ դուք հրաշալի գիտեք, դրա համար պետք չէ այդ առիթը տալ։ Պետք է շատ հանգիստ խոսել հետևյալի մասին։ Պայմանականորեն ես ասում եմ ոնց եմ պատկերացնում։ Առաջինը պետք է ասել, որպեսզի Ալիևն էլ հասկանա, բոլորը հասկանան։ Պայմանականորեն եկանք իշխանության, առաջինը չեղարկելու ենք այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է։ Այսինքն Ալիև, եթե մտածում ես Հայաստանի հետ քեզ փաստաթուղթ ապետ ու ցանկացած պարագայում քեզ պետք է այդ փաստաթուղթը Փաշինյանից ստանաս, դա առ ոչինչ է, եթե Փաշինյանը իշխանության չլինի։ Այնպես որ հույսդ կտրի, անիմաստ է կամ համոզել կամ ճնշել, այն էլ ես կասկածում եմ, ժամանակին կարծում ենք Ալիևը ճնշում է, հիմա լավ էլ գիտենք իր հետ սինխրոն աշխատում են, համոզելու, բան ճնշելու հարց էլ չկա։ Այսինքն ինքը պետք է իմանա դա միանշանակ։ Առաջինը մարդը պետք է իմանա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից Հայաստանի ստորագրությունը հետ պետք է վերցնի։ Այն ինչ որ ասում եմ չի վերաբերվում միայն այն ժամանակ, երբ որ իշխանության է գալի։ Վերաբերում է հիմա, որ Ալիևն իմանա, որ եթե փորձում է այս իշխանության հետ սինխրոն այս իշխանությանը զիջումների տանի, շատ ավելի վատն է գալու իշխանության, որի պարագայում ջնջվելու է բոլորը։ Ավելի լավ է կառուցողական դաշտ տեղափոխվի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթը Ադրբեջանը, Ռուսաստանը իրաց պայմանավորվածությունները չեն կատարել, բայց դիտավորյալ ասում են Հայաստանը դուրս չի գալի ինչի համար, որպեսզի Ռուսաստանը ունենա նոյեմբերի 9-ին 9-րդ կետի հնարավորությունը, բայց որպեսզի չասենք ինչու այդ պայմանագրից մեր ստորագրությունը չեք վերցնում, ասում է դա միակ փաստաթուղթն է, որ Ադրբեջանը այնտեղ ճանաչում է գերիների փոխանակությունը, ուզում եք մենք դրանից հրաժարվենք, դա պարզ դեմագոգիա է, 5 տարի կոտորվեցի, գիտեք այդ պայմանագիրը կատարելով, որ հիմա մտածում ենք դա մնա, ընդհակառակը այնտեղ մնալով նոր փաստաթղթի մեջ դա չեն ներառում, ասում են դե միտեղ արդեն ներառած կա, որը չի կատարվում։ Այսինքն նույնիսկ հարցեր չի առաջանում, եթե մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվում ենք, կարող է Ադրբեջանը պատերազմ սկսի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախի եւ Ադրբեջանի միջև պատերազմի դադարեցման մասին էր։ Եթե հիմա մենք հրաժարվում ենք դրանից, ինքը նորից ուզում է պատերազմ սկսի Արցախի դեմ, դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանավորվածություն չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները հիմա է տեղի ունենում։ Իսկ Արցախի հետ կապվածը, եթե Հայաստանը նույնիսկ համաձայնվել էր Հայաստանի վերաբերվող կետ ավելացնել կոմունիկացիաների, որը նույնպես չէր բխում, դա մի բանի համար, որ Արցախը կարողանար Հայաստանի հետ կապվեր։ Իրանք էլ ասում են, դե եթե Արցախն ուզում եք Հայաստանի հետ կապվի, մենք էլ պետք է Ադրբեջանի մայր տարածքը կապենք Նախճեվանի հետ։ Դրա Հայաստանի զիջումն էր, որովհետև կար Արցախ, հիմա չկա։ Իմաստը որն է, որ մենք այդ փաստաթղթից պետք է հրաժարվել։ Այո, պետք է հստակ ասել, որ Հայաստանը հրաժարվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրագայի քառակոմ պայմանավորվածությունից։ Այո, հրաժարվում է։ Եթե Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, փոխադարձաբար ճանաչել են տարածքային ամբողջականություն, արդյունքում մենք տեսել ենք, որ այդ քառակոմ պայմանագրից հետո Արցախը դատարկվել է, ոչինչ չեն երաշխավորել մեզ, Արցախը դատարկվել է եւ պատերազմ է եղել։ Մենք պետք է ուղղակի դիմենք Էմանուել Մակրոնին, որը նաեւ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավար է, ասել որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ պետություն է, անձամբ ինքն էլ ընկալվում է Հայաստանի համար որպես բարեկամ ղեկավար եւ այդ պարագայում ուղղակի ձախողվեց իր միջնորդական առաքելությունը Պրագայում եւ դրա հետ կապված Շարլ Միշելի հետ կապված, որ այդ ամեն ինչը եղավ, պետք է ասեն փրկի քո դեմքը, որովհետեւ դու այսօր այնպիսի լիազորություն է ստանձնել աշխարհի համար, դու նույնիսկ Ամերիկային ես դրդում, որ ինքը վերանայի իր վերաբերմունքը Եվրոպայի եւ Ուկրաինայի, եւ մեկ է ստացվում է այնպես դու երաշխավոր ես կանգնում, ստորագրում ա որ Արցախը Ադրբեջանի կազմում է,
պատերազմը սկսում է, էթնիկ զտումները լնում են, որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն մեկ անգամ եւս ուշադրություն ենք հրավիրում բոլոր փաստաթղթերում ասել եք ուժով եւ ուժի սպառնալիքով այս կոնֆլիկտը չի լուծվելու։ Եթե Ադրբեջանը ուժով այդ կոնֆլիկտը լուծել է ու դուք համարում եք լուծված, այսինքն դուք ընդունում եք, որ այդ բանակցությունների ընթացքում ձեր պայմանը չի կատարվել եւ դուք ագրեսորի արածը օրինականացնում եք, այսինքն ուժով կարելի է հարցը լուծել եւ դա արհամարանք է Ֆրանսիայի նկատմամբ որպես համանախագահ պետություն։ Այո, Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը պետք է պարտադիր մնա։ Այո, պետք է մնա եւ ավելին պետք է Ֆրանսիան դերակատարություն ստանձնի։ Երկու խնդիր կա Մինսկի խմբի հետ։ Մեկ ասում են երեքով իրար հետ չեն հանդիպում, իմաստը որ նա մնա, եւ երկրորդ ասում են, որ Արցախի հարցը վերացած է, գոյություն չունի նման հարց։ Առաջին իրար հետ չեն հանդիպում, վաղը կարող է հանդիպեն, եթե հարաբերությունը Ուկրաինայից հետո կարգավորվի։ Սա մեկ, եւ երկրորդ, Արցախի հարցն էլ փակված չի։ Միջազգային հանրությունն էլ է ասում, որ դա փակված չի։ Եվ երբ որ մենք ասում ենք փակված չի, մենք չենք ասում զորքով գնանք վերցնենք։ Դիվանագիտական ճանապարհով կարելի է գնալ բանակցային ճանապարհով հասնել նրան, որ մարդիկ ստանան իրավունքի եւ անվտանգության հնարավորություն իրանց տուն վերադառնալու։ Այդ հարցը արևմուտքում չեն փակել։ Բա մենք եթե արևմուտքի հետ գործընկեր լինենք, ինչի պետք է մենք այդ հարցը մենք փակենք։ Այսինքն հերթով պետք է դնել, հայցերից չպետք է հրաժարվես, որովհետև եթե հայցերից հրաժարվում ես, դու ցույց ես տալիս, որ դու ընդունում ես, որ Հայաստանը օկուպանտ էր, Հայաստանն է Ադրբեջանի վրա հարձակվել։ Այո, պետք է սկսել մեր իրավաբանները քրեական գործ հարուցեն Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ։ Կապ չունի այդ քրեական գործը, որ իրանք սկսեն, արդյունք կունենանք դատական որևէ տեղ կկանխենք, բարձա Փաշինյանի ժամանակվա դատական համակարգը գիտենք, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Մենք պետք է հիմնավոր բերենք իրավաբանորեն ապացուցենք, որ 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը, որը նաև դրա հիմքում դրված է 89 թվականի դեկտեմբերի 1-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Հայաստանի վերամիավորումը, արդյունքում այդ փաստաթուղթը ուժը կորցրած չի եղել եւ Հայաստանը գնացել է օգնության համաձայն այդ փաստաթղթի։ Չես կարող դու 2025 թվականին առ-ոչինչ հայտարարես 90 թվականի փաստաթուղթը, բայց այն ժամանակվա կատարածը համարես անօրինական։ Այսինքն այդ հայցերը, որ Հայաստանի դեմ ներկայացնում են, ասում են դուք 30 տարի օկուպացրել եք, մենք պետք է դատի տանք, կապ չունի ինչ կորոշեն։ Կարևորը որ մենք դատի տանք, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքան բարձր ձայնով ստացված նախագահին ամեն օր դատի են տալի, դատախազները հավաքվում են, այս օրենքն են դնում, դատավորները հավաքում են, ու կապ չունի արդյունքը, ամբողջ աշխարհը տարածում է, որ իրանք իրենց վերաբերմունքը արտահայտում են, մտնում են դատական համակարգ, այդ ամեն ինչը վիճարկում են։ Այսինքն Հայաստանը պետքա վիճարկի դա, որ Հայաստանը չէր կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում 91 թվականի Ալմատիի փաստաթղթով, որովհետև եթե Ալմատիի փաստաթղթով դա այդպես լուծված լիներ, այդ ամբողջ ինստիտուտները համանախագահության, ինքնորոշման իրավունքի բանակցությունները, պլեբիսցիտը եւ այլ, այդ ամեն ինչը պարզապես տեղ չէր ունենա, գոյություն չէր ունենա։ Արցախի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նաև 99 թվականի նոյեմբերի 18-ին Ստամբուլի գագաթնաժողովը փոխադարձաբար ճանաչել են, բայց 99 թվականից հետո շարունակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որոնք որ քննարկել են, որի արդյունքում որոշել են, որ Արցախը ինքնորոշման իրավունք ունի, եւ եթե ուշադրություն դարձնեք ձևակերպումը, ցանկացած արդյունք, որը ինքնորոշման հետ կապված Արցախը կընդունի, ընդունում են, սկսած անկախություն, մինչև Հայաստանին միանալ, մինչև Ռուսաստանին միանալ, մինչև Ադրբեջանին միանալ, չկա որևէ տարբերակ սահմանափակման, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, համանախագահներն ասել են ինքնորոշումը տարածքային ամբողջականության շրջանակում, դա բացարձակ սուտ ու կեղծիք է։ Այն ինչ որ հիմա ասեցի, պետք է այսպես սիրուն շարադրել եւ ասել հարգելի գործընկերներ, մենք պատրաստ ենք, ես իմ կողմից պատրաստ եմ համագործակցության, գաղափարական հենքի վրա համագործակցության։ Եկեք նայենք, պետք է լուժի կենտրոն ստեղծենք մեկ ուրիշն էլ մյուսը, հետո իրար հետ հանդիպենք, քննարկենք, միանանք։ Պետք է լի առանց դրա անենք, այդ ամեն ինչ անենք, բայց քայլերի հաջորդականությունը։ Այո, եւ հատկապես երբ որ մենք խոսում ենք Եվրամիության անդամակցության հետ կապված, շատերն ասում են, ուր գնանք այնտեղ, մեզ այնտեղ չեն սպասում, մենք չենք ասում մենք գնանք։ Ժորժ ջան,
Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ երևի ուշադիր չեք եղել, թե իրանք ոնց են ձևակերպումն անում։ Նրանք ասում են առաջի ընդլայնում, երկրորդ ընդլայնում, երրորդ ընդլայնում, չեն ասում ես ինչ եկավ, միացավ մեզ։ Այսինքն ասում են մեր համակարգը ընդլայնվեց, մեր համակարգը մեծացավ։ Այսինքն մենք ասում ենք համակարգը մեծանա, գա հասնի մեզ։ Մենք ոչ միտեղ չենք գնում, իրանք են գալի հասնում մեզ։ Գալիս է հասնում է Հայաստանը ներառում դրա մեջ։ Այսինքն եթե այն մարդիկ, ովքեր գտնում են, որ մեր երկրի ապագան էս բարդ տարածաշրջանում Եվրամիությունն է, անվտանգության համակարգն է, տա Աստված, որ Եվրամիությունը ստեղծի իր անվտանգության համակարգը, բայց եւ միևնույն ժամանակ նաեւ տա Աստված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպան սերտ համագործակցեն, որտեղ Ամերիկան պետություն է, ինչքան էլ ուզենանք սերտ համագործակցենք, մենք ցանկանում ենք տիրույթի մեջ լինենք, քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական։ Այդ իսկ պատճառով իհարկե դա Եվրոպան ենք դիտարկում, եւ այս պարագայում նրանք, ովքեր այդ ուղղության վրա են, իհարկե նստենք, համաձայնվենք, համագործակցենք, իրար հետ ճանապարհ գնանք, այնա տեսնում եք ինչա։ Ամենակարևորը այսօրվանից շեշտադրենք, որ ժողովուրդը այս ամեն ինչի մասին հիմա ես ասի, դա ընդամենը շատ փոքր մասներ, այդ ամեն ինչը ձևակերպվելու է փաստաթղթային եւ պահանջ է ներկայացնելու։ Իշխանություն, եթե ստորագրեցիք մի բան, վաղը գալու են դա հետ չեն անելու։ Այնպես որ հանկարծ չասեք ժողովուրդը սա որոշել է։ Ես ուղղակի դա ուզում եմ ասել, իսկ ինչ վերաբերում է նաեւ մարտի 30-ն էլ կարող է ճամփաբաժան լինի Գյումրիի ընտրությունները, որտեղ այնտեղ նաեւ մասնակ, բացի այն որ կտեսնենք իշխանության քաշը, այնտեղ մասնակցում է Եվրոդաշինքը, իր տեխնացույով, իսկ հիմա Եվրամիության անդամակցության հետ կապված իրանք իրանց գործունեությունն արել են, ստորագրահավաքը կազմակերպել, ազգային ժողովը մտել է օրենքի նախագիծը, հիմա մենք կտեսնենք Գյումրին երևի մեր հանրապետության, եթե չասենք ամենակաղաքականացված, բայց գոնե ամենակաղաքականացված քաղաքներից մեկն է, ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող։ Հիմա կտեսնենք նրանց վստահությունը կոնկրետ այդ ուժի նկատմամբ եւ կտեսնենք այդ ուժի անելիքը իրան ինչ չափի ձեն կստանան, դա էլ մենք կհասկանանք եւ երկրորդ այդ ձեն ստանալուց հետո պատրաստվում են միանալ իշխանությունների պակասը լրացնեն, ոնց որ Երևանում արեցին, ընդդիմադիր ձայն ստացան, հետո միացան, թե ճամփաբաժան առաջանում կամ պետք է ճամփաբաժանը լինի իրանց եւ իշխանության միջեւ, որտեղ մինչեւ այսօր չեն հայտարարել, որ իշխանության արտաքին քաղաքական կուրսը չեն ընդունում այլևս, կամ պետք է ճամփաբաժանը լինի արևմտամետների եւ իրանց միջեւ, ժողովուրդը հասկանա, որ ոչ թե չենք ուզում միավորվենք, մենք չենք ուզում միանալ Նիկոլ Փաշինյանին, պարզ հասկանանք, այսինքն համարենք, որ մարտի 30-ը այդ ճամփաբաժանն է կամ իրանց իշխանության հետ, կամ մեզ իրանց հետ, վերջ, շատ նորմալ, ով ցանկանում է պայքարի իրանց բարի ճանապարհ, բարի բախտ ժողովուրդ ջան, միավորվելու խնդիր չկա, թիրախը նույնն է, ձախից կխփես, աչից կխփես, դեմից թե հետևից կխփես, դա թիրախը նույնն է, բայց միավորվելը պետք է ունենա նպատակ, ինչ ես ուզում ստեղծես, ինչ ես առաջարկում քո պետությանը, ուր ես տանում դա, եթե կլինեն այս կարգի, եւ ամենակարևորը այսօր արդեն պետք է, ու ոչ մեկը չի կարող ասի, եթե մենք հիմա սա չընդունենք, պատերազմ կսկսի, Ալիևը իշխանության հետ է բանակցում, ես ո իշխանություն չեմ, այսինքն եթե ես հայտարարություն անեմ, իմ հայտարարությունից ելնելով պատերազմ է սկսելու, այսինքն այդ պրիմիտիվ բաները պետք է թողել, ժողովուրդ ջան, պատերազմի շանտաժ իշխանությունն է մեզ անում, ոչ թե Ալիևն էլ չի անում, մեր իշխանությունն է անում, որպեսզի պարտադրի Ալիևի պահանջը, իսկ պահանջը արդեն համագործակցություն է, պահանջ չի, դրա համար ես կոնկրետ նշեցի այդ քայլերը, ավելի լավ է մենք հստակ ձևով շարադրենք եւ մարդկանց հետ խոսենք, համախոհ մարդկանց հետ ասենք, եկեք սա թղթի վրա ներկայացնենք իրար հետ ճանապարհ գնալու ձևը, ինչ ենք անում եւ ամենակարևորը չկորցնենք մեր հնարավորությունները հանրային շփումների, նաեւ եթե պահը կգա, որ արդեն պետք է ասենք ժողովուրդ ջան դուրս են գալի փողոց, ասենք ժողովուրդ ջան դուրս են գալի փողոց, բայց այն նախապատրաստական աշխատանքները անենք, որովհետեւ այն ինչի որ սպասում էիք, թե ինչ որ մի հրաշք պետք է կատարվի, արդեն եկավ հասանք վերջին։ Այսօր արդեն այդ փաստաթուղթը ստորագրված է, դուք արդեն հասկացաք ինչա։ Կյանքի կոչելուն դեռ ժամանակ կա, այսինքն մի կարճ ժամանակ մենք ունենք այդ ամբողջ քայլերը անելու համար։ Այնպես որ թող Ադրբեջանն էլ մյուսն էլ ցանկացածներն իմանան, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ հետագայում կյանքի իրավունք չի ունենալու։ Դա է պատճառը, որ դայրամյար եմ ասում, այսօր մեր իրավաբանները կարող են գործընթաց սկսել, որպեսզի հասկանան, որ այդ փաստաթղթերը ոչինչ չարժեն։ Իսկ հիմա մենք շարունակությունը նայենք, որ դուք համոզվեք, որ սա հենց այնպես բան չի։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է. դեռևս վաղ է քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը։ Ադրբեջանական կողմը սպասում է Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններին, հանելու 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները եւ Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանական կողմը դա առաջարկում է արդեն որոշ ժամանակ, համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին, հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը։ Մենք շատ լուրջ ռիսկ ենք համարում, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար։ Այսինքն հասկացաք, փաստաթուղթ չի ստորագրվելու, մինչև սահմանադրությունը չփոխվի։ Սահմանադրությունը փոխվելու է 27 թվականին։ Իսկ մինչև այդ Ադրբեջանը մեզ խոստանում է, Ալիևը խոստանում է լարվածություն։ Հիմա մենք արդեն տեսանք, չէ՞, այլևս ինչին ենք սպասում։ Էլ բան չկա, որ այդ պետք է պարզվի։ Իսկ հիմա նայենք, լավ, Հայաստանի կողմից ինչ են ասում։ Չէ՞ որ Հայաստանն է գնացել այդ զիջումների, համարձակ զիջումների, որի արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ ասում է, եթե դա չանենք, պատերազմ կսկսի։ Արարատ Միրզոյանը ազգային ժողովում ինչ է ասել։ Մենք էլ ունենք թերահավատություն Ադրբեջանի նկատմամբ։ Մեր մոտ էլ վստահության պակաս կա։ Մենք էլ ենք տեսնում, որ իրենք կառուցողական չեն։ Մենք էլ ենք տեսնում, որ իրանք հավելյալ պահանջ են բերում։ Դատավարություններն իհարկե նորմալ չեն, միջազգային իրավունքի խախտմամբ են եւ այլ եւ այլ։ Այսինքն դուք ստորագրել եք ժողովրդին ասում եք, եթե դա չանեինք պատերազմ կլներ եւ այսքան թերահավատությունն ու անվստահությունը շարունեք, բայց ստորագրությունը ինչի համար է, որ ինչ հարց դրանով լուծվեր, հերթական զիջումը դնեին դարագում առանց պատերազմի դա ստանալու, իմաստը որն է պատերազմ են, պատերազմը վախացնելով լավ էլ անում են, իրանք վախացնում են, հայ ժողովուրդը չի վախենում, մեր իշխանություններն են վախացնում, ասում են, եթե հույսները մեր վրա եք դրել, մենք կռվողը չենք, մենք խաղաղություն ենք ուզում։ Արարատ Միրզոյան անդրադառնալով համաձայնագրի համաձայնեցումից հետո Ադրբեջանի կողմից հնչող այլ պահանջներին նշեց. Ադրբեջանը հանդես է գալի հավելյալ պահանջներով, մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա։ Զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Այսինքն դուք տեսնում եք, չէ՞ հարցը որն է։ Այսինքն ինքը այն նույն բանն ասում է, որ մենք գիտենք, որ դա չկա, Ադրբեջանն ասում է, ես նախապայման եմ դրել, չեմ ստորագրի, մինչև չփոխես։ Հիմա երբ որ մեզ ասում ես, որ ժողովուրդ ջան, հասկացեք, չկա, մեզ պետք չի, մենք հասկացել ենք, Գնա իրենց հասկացրու։ Երբ որ վերև թվարկում է գիտենք սա, այդ մենք այդ ամեն ինչը բարձրաձայնել ենք, որ գիտենք սենցա, ինչ եք անում։ Դուք կայնում ասում եք, ժողովուրդ ջան, մենք էլ ենք տեղյակ, մենք էլ ենք անվստահ, մենք էլ վստահ չենք, որ այդպես է։ Ժողովուրդ ջան, մենք ասում ենք, որ դուք եք գործադիր իշխանությունը, դուք անեք, դուք էլ եք փաստում, այն ինչ որ մենք կարող ենք ասել, այսքան ամիսներով, տարիներով ասում ենք։ Շարունակություն Արարատ Միրզոյանը անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի հայտարարություններին, թե Հայաստանը օկուպացված տարածքների համար պիտի փոխհատուցում վճարի, նշել է. Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում են բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը։ Այսինքն դուք ընդունում եք, որ նրանք շարունակում են տորպեդահարել, որտեղ սա ընդհանրապես երեք է ասվել։ Այսօր Արարատ Միրզոյանը պատասխանում է, այսինքն դա ասվել է այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից համաձայնեցման հայտարարությունից հետո։ Այսինքն դուք ընդունում եք, որ այդ համաձայնեցումն ավարտվել է, բանակցությունն ավարտվել է, բայց Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել։ Բայց դուք ինչ հարց եք լուծել, որ մեզ հեռացրել եք պատերազմից։ Իսկ Թուրքիայից էլ լսենք, որ անկարծ թյուրիմացության մեջ չլնենք, որ տենց հալվելով պատմում էր Թուրքիա հետ կապված Նիկոլ Փաշինյանը ինչ աշխատանքներ են տանում, երրորդ կողմի կարիք էլ չկա, ուղիղ շփվում ենք։ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիվ Քլեչը հայտարարել է. Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում եւ Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար։ Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան, եւ ես դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Մեզ համար Ադրբեջանի անվտանգությունը եւ նրա տարածքային ամբողջականությունը ամենակարևոր գործոններն են։ Խոսելով այս դիրքից,
մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին եւ դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Բնականաբար քննարկումների մեջ են Հայաստանի հետ, կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը։ Մենք աշխատում ենք լավագույն լուծումը գտնելու, միասին առաջ շարժվելու, խաղաղության մեջ ապրելու ուղղությամբ։ Այսինքն Ադրբեջանի հետ համաձայնության կգաք, մեր հետ կգաք, ուղիղ խոսել, սիրաշահել, լրագրողների միջոցով խաբարներ ուղարկել Թուրքիային, բացարձակ իրանց չի հետաքրքրում եւ այդ ձեր ասած լավ հարաբերությունները ոչինչ չարժե։ Ինչպես տեսակ գնահատականը տրվեց։ Այդ ոգևորությունն ասեց հանգստացեք, չեն անելու։ Իսկ հիմա նայենք ինչ ա կատարում Նիկոլ Փաշինյանը, հիմա անմիջապես Ռուսաստանին զեկուցեց, թե ինչ են քննարկել Ադրբեջանի հետ։ Հայաստանի կառավարությունից հայտնում են, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերությունների վերաբերող այլ հարցեր։ Իսկ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվա է ժամանելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար։ Այսինքն, որպեսի գնա այնտեղ կանգնի, որպեսի արևմուտքին օկուպանտ ասեն, հա եւ այլ, որ մենք հաղթեցինք նացիզմին ու ֆաշիզմին, դե եթե էսա ովքեր էին ասում, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա է տանում, բայց Նիկոլ Փաշինյանն ասում էր, բայց չեմ ասել Ստրասբուրգում ելույթ եմ ունեցել։ Էքո որ ելույթը որտեղ էլ գնացել ես, այնտեղ ասել ես դուք եկու վերջ, էլի մթամետի ինչ մինորությունն ա որ։ Այսինքն հիմա այդ Եվրոպա տանողն է սահմանադրության մեջ փոխանակ Եվրոպայի մասին բան գրի, ռեգիոնալ բանա սահմանադրություն ա գրում։ Տարածաշրջանային սահմանադրություն ա գրում, մեզ Եվրոպա տանող է։ Դե ուրեմն ժողովուրդ ջան, իմանանք ինչի մասին ենք խոսում։ Իսկ հիմա մենք նաև տեսնենք շատ կարճ նաև անդրադառնանք, թե ինչ է կատարվում ուկրաինական ֆրոնտում, որով էլ այլ պայմանավորված աշխարհակարգի նոր իրավիճակը, լավ ենք հասկանում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ այդ հարցում իր դերակատարությունը կարևորվի, շահագրգռված է նաև այն բոլոր սխալները, որ այս ընթացքում թույլ տվեց Դոնալդ Տրամպը գցի ուրիշների վրա, եւ այդ պարագայում նաև կարողանա այդ հարցից շահեկան դուրս գա։ Ռուսաստանի դաշնության, իսկ Պուտինն է դա լավ հասկանալով հասկանում է, որ եթե հիմա կոնֆրոնտացիայի գնաց, պրոբլեմա ունենա, տեղից էլ ինքը շատ մեծ դժվարություններ ունի պատերազմը շարունակելու, սենց մի շանհալի առաջխաղացում էր անում, որպեսզի դա թանկ կարողանա վաճառի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։ Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար, նշել է Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է. մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի եւ զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Տրամպին հակամարտության կարգավորման այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի կրակը դադարեցնելուն օգտելու հարցում։ Մի հատ հարց Տրամպը ճնշում էր Ուկրաինային, Ուկրաինան հրաժարվեց, ամբողջ աշխարհը տեսավ։ Բանը Զելենսկին խնդրող էր։ Դու ես խնդրել Տրամպին, որ օգնի Զելենսկու վրա ճնշի, որպեսզի համաձայնվի։ Տրամպն է կանգնել, ասել ժողովուրդ ջան, շատ բարդ բանակցող է Ուկրաինան։ Եթե Ուկրաինային համաձայնացնեմ, նոր Պուտինի հետ խոսամ, նրա այդ խնդրեմ չկա։ Հիմա ասես Տրամպը պետք է խնդրի, բանը Ուկրաինան պետք է խնդրի, այդ աշխարհը տեսել է խնդրողնով էր։ Եվ Տրամպը ասեց, որ չի կարող համոզի բանակցության սեղանին նստի։ Հիմա ինչ ասել Դոնալդ Տրամպը։ ԱՄՆ Ուկրաինայի տարածքային հարցեր է քննարկում, կարգավորման համատեքստում քննարկում է Զապորոժիայի ԱԵԿ-ի վերահսկողության հարցը։ Եթե Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք չբերվի,
ապա դա մեծ հիասթափություն կլինի ամբողջ աշխարհի համար, ասել է Տրամպը։ Խոսելով Պուտինի հայտարարության վերաբերյալ, Տրամպը նշել է. Պուտինը խոստումնալից հայտարարություն արեց, բայց այն թերի էր։ Ես կցանկանայի տեսնել Ռուսաստանի համաձայնությունը հրադադարի վերաբերյալ։ Այսինքն ավելին է ինքը սպասում Ռուսաստանից, լավ հասկանալով, որ Ռուսաստանի վիճակը ինչ է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլսը հայտարարել է. ԱՄՆ հասկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կունենան իրենց պահանջները հակամարտության կարգավորման գործընթացում։ Միևնույն ժամանակ Ուոլսն ընդգծել է. մենք զգուշավոր լավատեսություն ենք ցուցաբերում։ Դուք տեսաք, թե ինչպես ուկրաինացիներն Օվալաձև գրասենյակից հետո եկան Ջիդա, որտեղ մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ էինք, եւ տեսանք նախագահ Պուտինի մամուլի ասուլիսը, որը տեղի ունեցավ 5-շաբթի։ Իհարկե երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները եւ Ուկրաինայի երկու կողմերն էլ պետք է որոշ փոխզիջումների գնան, ասել է Ուոլսը։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 30-օրյա հրադադարի առաջարկի մասին հայտարարությունները շատ կանխատեսելի են եւ շատ մանիպուլատիվ։ Ի պատասխան ճակատում հրադադարի գաղափարին նա ըստ էության պատրաստվում է մերժել։ Պուտինը իհարկե վախենում է ուղիղ ասել Տրամպին, որ ցանկանում է շարունակել պատերազմը, ցանկանում է շարունակել սպանել ուկրաինացիներին, ասել է Զելենսկին, նշելով, որ այդ պատճառով Մոսկվայում հրադադարի գաղափարը շրջապատում են այնպիսի նախապայմաններով, որ ընդհանրապես ոչինչ չստացվի կամ ինչքան հնարավոր է երկար ոչինչ չստացվի։ Նրանց պատերազմ է պետք, հավելել է Զելենսկին, կոչ անելով ճնշել Պուտինին։ Իհարկե մի հատ էլ արտառոց բան տեղի ունեցավ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է. նախորդին մենք շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի արյունալի պատերազմը վերջապես կավարտվի, բայց հենց այս պահին ուկրաինական հազարավոր զինվորներ ամբողջովին շրջափակված են ռուսական զորքերով եւ գտնվում են շատ վատ եւ խոցելի վիճակում։ Ես նախագահ Պուտինին թախանձագին խնդրեցի խնայել նրանց կյանքը։ Դա երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված սարսափելի կոտորած է լինելու, ասված է Աստված օրհնի նրանց բոլորին, եզրափակել է ԱՄՆ նախագահը։ Իսկ հիմա հարցը ծագում, մի հատ հասկանանք։ Այսինքն Ուկրաինան, երբ որ այնտեղ գնացել էր, կռվում էր, հոկտեմբերի ներողություն անցյալ տարվա օգոստոսի 6-ից այնտեղ 7 ամսից ավել։ Եվ այդ պարագայում, երբ որ ինքը տեսներ, որ այլևս դրա նպատակը չկա, շատ հանգիստ կարող է հետ քաշվի։ Եվ եթե այդ պարագայում, որտեղ էլ իմաստը չտեսնի շարունակել, հիմա նստել են բանակցային սեղանի։ Բայց հիմա ով է ասել Դոնալդ Տրամպին, որ իրանք շրջափակման մեջ են։ Զելենսկին քեզ խնդրել է, որևէ ձևով քեզ դիմել են, ասել են մեզ օգնի, ոչ տենց բան չի ասվել։ Իսկ հիմա նայենք ինչ էր տեղի ունեցել իրականում, որպեսզի իմանանք ինչի է շարժվում Տրամպը Պուտինի ինֆորմացիաներով, էլի։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է. դեռ մի քանի օր առաջվանն եմ ասում, որ պատկերացնեք, Հյուսիս զորքերի խմբի հրամանատարությունը Ռուսաստանի նախագահ Պուտինի ձեռքուցել է Կուրսկի մարզի տարածքը Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչներից ազատելու գործողության եզրափակիչ փուլ մտնելու մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ժամանել է Կուրսկի մարզ եւ այցելել հրամանատարական կետերից մեկը։ Իհարկե ինքը գնացել էր այնտեղ զինվորական համազգեստով, սենց էլի, ագիտեք էս ինչի չէր կարում 7 ամիս ազատի։ Այն մատ կոստյումով էր ինքը ու թաքնված էր բունկերում։ Փաստորեն ինքը նոր է գլխի ինգե, որտես դուխով որ Զելենսկին խոսում է, զինվորական համազգեստով է խոսում։ Սպասեք մի հատ ինքն էլ հասնի, բայց 7 ամիս ուր է իր ծպտունը դուրս չէր գալի, 7 ամսից էլ ավել։ Հա, հիմա եկել ես վերջի ֆազին, երբ որ ուկրաինացիները դիրքավորվում են, հերոսաբար խրոխտ գնացել է զինվորական համազգեստով, որ եկա հիմա դες հանձնարարություն եմ տալի դուրս գաք։ Հիմա տեսեք խնդիրը որն է։ Պուտինը ժամանել է Ռուսաստանի նախագահ բանակի ղեկավարությանն առաջ խնդիր է դրել հնարավորինս կարճ ժամկետում ազատել Կուրսկի շրջանն ուկրաինական ներկայացուցիչներից։ ՌԴ ղեկավարը նաև պահանջել է Կուրսկի շրջանի ուկրաինացի զինվորներին վերաբերվել որպես ահաբեկիչների, այսինքն ոչնչացրեք, էլի, նորից հիշենք անցյալ տարվա օգոստոսի 6-ից էր։ Իսկ հիմա ինչ են ասել այդ բանը Ուկրաինայի զինված ուժերից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է. Դոնալդ Տրամպի հայտարարության ֆոնին տեղեկությունն է, թե ուկրաինական զորքերը Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում շրջափակման մեջ են ընկել, չի համապատասխանում իրականությանը։ Դա արվում է ռուսների կողմից քաղաքական նպատակներով ճնշում գործադրելու Ուկրաինայի եւ գործընկերների վրա։ Հետաքրքիր է ձեզ ժողովուրդ ջան, հիմա իմացաք թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն սա է ներկայացում նրա մասին, որ ժողովուրդ ջան, տեսեք,
այ հերոսաբար խնդրեցինք Պուտինին, նա էլ մի կերպ զիջեց, համաձայնվեց նրանց բաստողի։ Այն ֆրոնտով, այն ճակատով, որ ուկրաինացիները մտել են, շատ հանգիստ կարող են հետ քաշվել։ Այդքան եղել է, ոչ մի անգամ շրջափակման մեջ չեն ընկել իրանք։ Եվ եթե իրանք իմաստ տեսնեն կռիվը շարունակելու, կշարունակեն, իմաստ տեսնեն հետ քաշվելու համար են այդ խնդիրը լուծել են, կլուծեն։ Կամ եթե իսկապես շրջափակման մեջ անգ իրանք կդիմեին, կասեին, դե եթե խաղաղության են գնում, ասեք այդ շրջափակման մեջից մերոնց հետ քաշենք։ Թող իրանք էլ այս սրանց հետ քաշեն։ Չի եղել, չէ՞ նման դիմում Ուկրաինայի կողմից։ Ինչա իրանք չեն ուզում իրանք զինվորներին փրկեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հավատարիմ է, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ ձգտումն իրականություն կդառնա։ Այսինքն ինքը գտնում է, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ պետք է օկուպացնի Գրենլանդիան։ Դուք պատկերացնում եք, այն որ ընտրություններից առաջ իրանք դրեցին, խոսեցին նրա մասին, որ միլիարդներ կտանք ձեզ, ամեն ինչ կանեն, Գրենլանդիային ինչ էին առաջարկում։ Ասում է ժողովուրդ ջան, գանք մենք ձեր տարածքը մտցնենք, միացնենք մեզ, Ամերիկայում չկա տիտղոսային ասկ։ Դուք որպես ասկ կվերանաք, բայց լավ կապրեք։ Կգանք ձեր հանքերը կհանենք, մի բան է ձեզ կտանք, ժողովուրդ ջան, բայց ինչքան մարդ կբերենք, ինչքան կտանենք, դուք կասիմիլացվեք, դուք կվերանաք որպես ասկ, չէ որ նրանք լրիվ տարբերում են, նրանք դանիացի չեն, այդ իրանք չէր հետաքրում։ Միլիարդներն էլ առաջարկեցին, բայց դանիացիները ընտրության գնացին, ներողություն գրելանդացիները, եւ Տրամպի հետ աջակցող որևէ մեկը ձայն չստացավ։ Նույնիսկ Ամերիկայի հետ հարաբերությունները լավացնողները երկրորդ տեղ ընկան, բայց ընդհանրապես թեմա չկար միանալու ժամանակ այդ միլիարդավոր խոստումների պայմաններում։ Հիմա ասում է, դե որ տենցա կոկուպացնենք, եղբայր ասում են քու գործով զբաղվի, 1000 գործ ունեցես մոլորակի հետ կապված։ Իսկ Դանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավարն ասել է, որ մենք չենք գնահատել Գրենլանդիայի մասին Տրամպի հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կատակները։ Դա կնշանակեր պատերազմ ՆԱՏՕ-ի երկու երկրների միջև, գրել է Ռասմուս Յարալովը։ Յարալովը հավելել է, որ վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գրենլանդիան դեմ է քվեարկել Դանիայից անհապաղ անկախացմանը եւ չի ցանկանում ամերիկյան լինել։ Այսինքն մարտի 11-ի ընտրությունների արդյունքում այն ձայները, որոնք ստացան, նրանք թեկուս իրանք իրավունք ունեն, իրանց օրենքը թույլ է տալիս, որ հանրակրվե 2008 թվականին են դա որոշել, 2009-ին ուժի մեջ է մտել, որ իրանք կարող են հանրակրվեով անկախության որոշում կայացնել, անգամ այդ պարագայում այն ուժերը, որոնք անցել են, ասել են չտապեք, անկախության մասին խոսք չկա։ Այդ էլ ուզում եմ ասեմ, այդ այն վիճակը, որ այդքան մեծ խոստումների համար։ Գրենլանդիային էլի կանադառնանք, որովհետև հետաքրքիր թեմաներ կա։ Իսկ հիմա դուք արդեն նայեցիք աշխարհում ինչա կատարում այս լարվածության ֆոնին եւ Հայաստանում այն քայլերը, որոնք որ արվում են, այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք, որ այս անորոշության պայմաններում առիթից օգտվում են մեր հակառակորդները, բայց քանի որ մեր իշխանությունները խաղում են հակառակորդների խաղը, մեր գործը շատ է դժվարանում, ժողովուրդ ջան, շատ է դժվարանում այն պարզ պատճառով, որովհետև այնպես չի, որ մենք ասենք իշխանություն տարաձայնությունը մի կողմ դնենք քութիգունքին կանգնենք, դու մի զիջի Ադրբեջանին, Թուրքիային կամ Ռուսաստանին։ Չէ ինքը նրանց դաշտից է խաղում։ Իրա թիգունքին ոնց թիգունքին կանգնենք մենք հանձնենք իր այդ միասին։ Դրա համար եմ ասում, այդ խաղերը որ անկեղծ ընդդիմադիրներով, մյուսով, այդ ամեն ինչը լինելու է, այդ ամեն ինչը ուզում եմ մենք հաշվի առնենք եւ իմանանք, եթե կոնկրետ բան ենք ուզում անենք, առարկայական անելիքը նա է, որ ասենք ժողովուրդ ջան, սա է։ Վաղը մյուս օրը ինչ թիմ է ստեղծվում, ինչ հարվում, ինչ անելիք կա։ Եթե ես զգամ, որ եկել է հասունացել է այդ պահը, որ պետք է նորից եմ ասում, ես ինքս ասեմ, այդ հայտի հետ կապված, այս էլ կոնկրետ այս քայլն ենք անում, կամ մեկին ենք միանում, կամ կենտրոն ենք ստեղծում ուժի, հետո ենք նստում բանակցության։ Այս մի քանի օրվա մեջ դրա մասին ենք խոսենք։ Ուղղակի այս ասացի, որ մարտի 30-ի մինչև մարտի 30 թուղթ չի ստորագրվելու։ Կազմակերպական որոշ բաներ անենք, ճամփաբաժանը տեսնենք ու այդ հարցի պատասխանը տանք, միասին քննարկենք ու որոշում կայացնենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։